Ասացին քննչական գործողություններ, մի քանի անգամ խնդրեցին նույնիսկ փոխոստիկանապետին, խնդրեցի որպեսզի թույլ տան ներս մտնեմ եւ տեղում իրավիճակին ծանոթանամ եւ պարոն Ղուկասյանը հետ շփվում, նայում ամեն ինչ նորմալ է, թույլ չտվեցին, թույլ չտվեցին, ներսը քննչական գործողություններ են իրականացնում, թե իրականում ինչ են իրականացնում։ Ինչի հիման վրա եք, այսպես հարցարվեմ մարդու վրա։ Դե բան է, ընդդիմադիր քաղաքապետ է, հայրենիք սիրող։ Այո, ազգային ժողովի հարցերը լուծող, ամեն ինչը ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը անդրադառնալով այստեղ ստեղծված իրավիճակի հիմա տեսնենք ով է առաջինը պաշտպանելու Սրիկային, ով նման գործողությունների է գնացել, նաև այնտեղ այլ մեկնաբանություններ դե պարզ է, բնական է, նախ իրանք այդ կոռուպցիոներ Սրիկային կպագաների գործելավոճն է, անմեղության կանխավարկածը խախտելով մի անգամից արդեն որոշեցին պարոն Ղուկասյանը հանցագործություն է կատարել ու այդ անեծքի, կարելի ասել անեծքի պես բաներ են, թե իր թիմակիցների, թե մնացածի վրա պարզ է։ Ճիշտ է տեղեկությունը, որ որոշել է Ղուկասյանը իր ոտքով գնալ Երևան, հասկանալու թե ինչ վիճակ է եւ ինչ են իրենից պահանջում։ Ղուկասյանը մի 10 րոպե առաջ դուրս եկավ, դիմեց համակիրներին, աշխատողներին, ովքեր որ հավաքվել էին, որ իջնեն ներքև, ինքը հանգիստ դուրս գա։ Շենքից արդեն դուրս եկել, դուրս չեն եկել, որոշումը կայացել է։ Գործողություններ են ընթանում։ Քննչական գործողություններ են ընթանում։ Եվ պարոն Մելքոնյան հաշվի առնելով, որ երբ ԿՊ-ն արդեն վերդիկտը տալիս է ֆեյսբուքյան ստատուսների միջոցով, ելքնել է պարզ լինում, ինչ եք կարծում, կտանեն կալանքի Վարդան Ղուկասյանին։ Չեմ ցանկանում այդպիսի բան լինի, բայց միանշանակ պարզ է, այդ արդեն պարզ էր Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում ելույթից հետո, երբ արդեն հրահանգը բառացի տվեց իրավապահամակարգին, որ ոչ մի բան չեն չկա։ Նմանատիպ ձայնագրություններ միշտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միշտ դաշտ է ներել, այսպես լիվ է արել իրանց բանով Փաշինյանի լրատվական հայկական ժամանակի միջոցով էսել։ Հիմա Վարդան Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե չի վերցրել։ Այդ ոչ մեկ չի կարող ասել։ Այդ անմեղության կանխավարկած կա, որ ոնց կանխաշ։ Որը ոտնահարվում է միշտ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պայմանագրի կողմից եւ իրավապահ համակարգը, որը դարձել է խեղճադագից գործիք, զբաղված է միայն ընդդիմադիրներին ճնշելով իրանց իրական գործընթացը, որը օր-օրի տեսնում ենք, որ հանցագործությունների աճք Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանություն, տանագահարություն, իրական գործընթաց թողած իրանց ընկած են արդեն ընդդիմադիրներին ճնշելով եւ այդ գործողությունները։ Դուք ասացիք, որ որոշում կա։ Պարոն, պարզ չէ երբ է դուրս գալու, որտեղ ներսում են քննիչները, ԱԱՑ-ը, փոխոստիկանապետերը, բարեկային ծառայության պետը։ Շատ են, ներսում են շատ էստեղ։ Չէ, վիդեոներ չունեմ։ Վիդեոներ չունեմ, բայց կան նկարում էին վիդեո։ Գյումրին թողնում են անգլուխ, հոգևոր հայրը այստեղ չէ, Շիրակի թեմի առաջնորդը Վարդան Ղուկասյանին եւս փորձում են հեռացնել եւ ինչ է լինելու։ Դե բան էր, մարտի 30-ին կայացած ընդդիմությունից հետո քաղաքացիական պայմանագիրը այդպես էլ չմարսեց այս բարդությունը ու այս 6-7 ամիսների ընթացքում հարցակումը թե քաղաքապետի վրա, թե մնացած գործիչների վրա, ովքեր որ ողջունեցին պարոն Ղուկասյանին որպես քաղաքապետ, սատարեցին, թիկունք եղան եւ ձևավորվեց ընդդիմադիր ավագանի ձևավորվեց եւ պարոն Ղուկասյանը ընդրվեց քաղաքապետ։ Ամեն գնով փորձելու են որպեսզի քաղաքը զավթեն ու սրանով չեն բավարարելու։ Անցնելու են նաեւ մյուս քաղաքներին, որտեղ ընդդիմադիր
համայնքապետեր ունեն։ Վարդան Ղուկասյանը կանխատեսում էր նման օրինակ ընթացք եւ ընտրություններից հետո իր նվաճ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ փոխ քաղաքապետերի պաշտոնը չի տա այլ ուժերի ներկայացուցիչներին, քանի որ եթե իրեն կալանավորեն, ինքը այսպես ասած սափորը թողնելու է իրեն վստահված անձանց։ Դե պարոն Ղուկասյանը զգում էր, որ օրից մի օր էս բանը կատարվելու է անպայման ու փաստացի դե վարկագծից քաղաքացիական պայմանագիր քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամների վարկագծից արդեն պարզ է որ գնալու են այսպիսի գործողության անպայման որ քաղաքը ցանկացած կնով փորձելու են խոսելու համար մեզի չի կարելի Քաղաքապետ պարոն Ղուկասյանը չի բաժանել կողմից սիրված հարգվածելի դե Հայաստանում ճիշտ խոսալը ընդունված չէ այդ մարդուն ճիշտ է գխոսա ճիշտը վերև անեն քանեն անպայման միանշանակ չենք 70 տարեկան ենք, եկել ենք, հասել ենք իրա դուրը, ուրեմն ինքը ունի մեր միանշանակ որ քաղաքապետը դառը ուրեմն ունի, ընդրվել է, մարդիկ տվել, որ դառել է քաղաքապետ այդ մարդը։ Որտեւ այդ մարդուն մենք կդիմենք, ինքը մերժում չունի։ Գիտեմ, շատ լավ գիտեմ։ Մերժում չունի մեզ հիմար։ Տոմիկ Կավրիկ, Տոմիկի հարցերը գլուծե, ընի Կավրիկը նոր հարցերը գլուծե։ Դավի, մենք աշկերներս պտի կուրանար, մենք հանգարց, իրան, մենք եդվան ենք։ Վերև ասպաս կա, ամեն չէ լավ ամեն չէ լավ կերն է։ Ես բան չէ, ամեն ինչը ծածկված չէ, վերջի վերջու իրա Չէ, ոչինչ, ամեն ինչ բան եղել է, չէ, չարը միշտ վերջում լավով վերջած, միանշանակ լավ կերն է, ամեն ինչ լավ կերնի, ներսում կա, աստաբանական թիմ ներսում կա, այո, շատ միք բան եղեք։ Ես դիմեցի, ես իրանց ասեցի, ես փորձեմ, որ լրատվական միջոցներին ներս թողնեն։ Լավ, ես փորձեմ դուր տամ ձեզ։ Ես